իսկապես շատ լավ էր սովորում։ Այդ ինստիտուտի բոլոր դասախոսները խոսում էին մենակ իրա մասին։ Ասեմ իմանաս, որ շատ լուրջ աշխատանքի առաջարկներ ստացավ, բայց գնաց գյուղ։ Իսկ գիտես ինչի գնաց գյուղ, որ խնամի իրա հորը, քո պապիին պահի։ Չխուսափեց գյուղից այդ մարդը, հասկանում ես, իսկ մամատ, լավ վերջ, արի հաց։ Ասա պապ, տես որ էլի նույն բանն ես անում։ Արիշոկ, ես երբեք իմ ու մորդ հարաբերությունների մասին քեզ չեմ պատմել, դրա մասին քո մոտ չեմ խոսացել և հիմա էլ չեմ ուզում խոսել։ Բայց իմացի, որ ամեն ինչ շատ լավ է։ Ես գնամ հանգստանամ, հա մի քիչ, շատ եմ հոգնել, դա ամեն ինչ շատ համով էր, ապրես բալես։ Շատ համով էր, ուղղակի չկերար, պապ։ Պապան այնքան զզվանքով է ասում մայրդ։ Փաստորեն Ալան շատ լավ սովորող է եղել։ Դե զարմանալի չի, որ Գիգորն էլ ուսման ծարավ։ Հա բայց ինչ անենք, որ Ալան լավ է սովորել։ Ուր է հիմա Ալան, որտեղ է ապրում։ Իսկ ոնց է ապրել։ Իսկ մայրս ոնց է ապրել։ Շատ լավ։ Ավելի լավ է ես էլ Աննայից ված սովորեմ, բայց կյանքս լավ դասավորվի։ Այդ սովորելը մի քիչ էլ լինի հերիք է, այնքան որ շրջապատ դուրս գաս։ Չգիտեմ ինչ է ինձ պետք։ Մամ, ասա, ինչ է։ Ոնց ես։ Լավ, ոչ պիտի լինեմ, նորմալ։ Նարեկ, դու այսօր որ տուն եկար, ինչ ես արի։ Ոչ մի բան, ինչ պիտի անեի։ Ուրեմն ոչինչ չես արի, հա, բայց կոնկրետ ինչ ես արի, եկել ես սենյակում ես նստել, թե բակ ես էլի չէ, թե ինչ ես արի։ Սենյակում պարկած էի։ Հա։ Հա։ Իսկ մեր սենյակ չես մտել։ Չէ, բայց խի պիտի մտնեմ ձեր սենյակ։ Հաստատ մեր սենյակ չես մտել։ Բայց խի պիտի մտնեմ ձեր սենյակ, մամ։ Դե լավ գնա։ Գեղեցի, շնորհակալ։ Քրչոտ, վառովկա։ Այս հեռախոսով շատ չես զանգում, չէ, Աննա ջան։ Չէ, մամուն պետք է զանգեմ։ Դե ես իմ բալես։ Ուղղակի որ ասել է ազատ զանգի, դրա համար եմ ասում։ Ամոթ է, հետո ինչ որ ինքնավճարում բալես։ Պետք չի անհարմար է։ Ուղղակի պետք չի նեղություն տալ այդ աղջկան։ Դե ես էլ եմ այդ ամեն ինչը հասկանում, մամ ջան, դրա համար աշխատում եմ քիչ զանգեմ իրան, կամ էլ ընդհանրապես չզանգեմ, որ նեղություն չտամ էլի։ Լավ ապրես։ Մամ, ջանա։ Դու էլի վախենում ես, որ ես Ինգայի հետ շփվում եմ։ Չէ, բալես, ես չեմ վախենում։ Ուղղակի անհանգստանում եմ։ Լավ, պարզ է։ Դու մի նեղացի, Աննա ջան, բալես։ Դու հասկացի, որ ես որպես մայր եմ մտածում։ Ես դեմ չեմ, որ դու լավ մարդկանց հետ շփվես։ Բայց վախենում եմ, որ այդ աղջիկը քեզ թանկ բաներ է նվիրում։ Հետո մենակ է ապրում, իր մասին տարբեր բաներ եմ լսում։ Լավ, մամ,
Հասկացա։ Ես չեմ ասում, որ դու չշփվես իր հետ։ Լավ, ես բան չեմ ասում։ Ուղղակի լավ, ես ձեզ կծանոթացնեմ, հետո դու կտեսնես ինքը ինչ լավ մարդ է։ Աստված տա, որ այդպես լինի, բալես։ Դու դեռ փոքր ես, մարդկանց լավ չես ճանաչում։ Կարող է հետները շփվես, իմանաս լավն են։ Հետո էլ պարզվի, որ վատ մարդիկ են։ Օֆ, ես ինչ եմ խոսում։ Վայ, մամա։ Այ Աննա։ Լավ, թե քայ։ Ինգանա։ Մամ, եթե ուզում ես կարամ չխոսամ, հնակ տես տագնապած հայացքով մի նայ էլի դեմքիս։ Չէ, բալիս խոսեի։ Մարդ զանգել է, չպատասխանես, պատասխանի։ Ալո։ Էլի ես զանգեցի։ Ես ուզում էի զանգեի, ես շատ էի ուզում զանգեի, ինգա ուղղակի Էլ մի սկսի։ Լավ ես։ Դասերդ լավ են։ Հա, լավ եմ, ամեն ինչ շատ լավ է, քեզ մոտ լավ է ամեն ինչ։ Ես դեռ գրասենյակում եմ, այսօր շատ գործ ունեմ։ Վա Մանեն։ Մանեն տատիկի մոտ է։ Դե պատմի տեսնեմ ինչ կա։ Ոչ մի նորություն, նույնն է ամեն ինչ։ Պարզ է։ Դպրոցում կարգին է ամեն ինչ։ Հա, ամեն ինչ շատ լավ է։ Հա, մոռացա ասեմ, ինձ օլիմպիադայի են ուղարկում։ Եվրոպա։ Լուրջ։ Ինչ լավ է։ Որ առարկայից։ Ֆիզիկայի մրցույթ է, ամբողջ Եվրոպայի լավագույն աշակերտներն են հավաքվելու։ Աննա, բասում ես նորություն չկա, դրանից լավ նորություն, ապրես դու, լսի վաղը շուտ կգամ, կզանգեմ կգաս կխոսենք, լավ։ Հա, լավ։ Դե դու էլ զանգի, եթե հեռախոսը կմոռանա ինչի համար է ստեղծված։ Լավ, կզանգեմ։ Չեմ հավատում։ Անպայման կզանգեմ, խոստանում եմ։ Դե լավ, առայժմ, կսպասեմ, ապրես դու, լավ լուր ասեցի, շատ ուրախացա։ Լավ, հաճախ։ Գնա բացի Աննա ջան։ Բարև ձեզ։ Բարև Նվար ջան։ Ո՞նց եք։ Ինչ կա։ Անցեք նստեք։ Մերսի Աննա ջան։ Լավ ենք Նվար ջան, ինչ լավ է եկար։ Այսօր գործի չեմ գնացել էլի։ Ինչի՞։ Ես շատ գիտեմ։ Մի օր մեջքս ա ձգվում, մի օր ոտքերս ա ցավում, այսօր ամբողջ օրը գլուխս ցավացել է։ Ասի կարողա ճնշում ա, իջա մի հատ մածուն առա, ասի մտնեմ տեսնեմ ոնց եք նոր գնամ տուն։ Լավ ես արել որ եկել ես։ Ասում եմ, այս մեր շենքը ոնց որ հավաքատեղի լինի։ Ինչքան ջահել ջուհուլ կա, լրիվ այս շենքի մոտ կանգնած են։ Չնայած միշտ էլ տենց ա եղել։ Թաղում ինչքան տղա կա, ուղիղ մեր մուտքի մոտ։ Չես կարողանում անցուդարձ անես։ Պետք է մի հատ էլ ներողություն խնդրես, ասես կարելի է անցնեմ։ Նոր անցնես գաս։ Դա հերիք չի։ Հիմա ես ինչ տղաներ են անծանոթ։ Մեր թաղից էլ չեն։ Եկել են ուղիղ մեր մուտքի մոտ կանգնել են։ Ասում եմ ավտոն էլ քիչ ամնում են առաջին հարկում կանգնացնեն։ Ոնց են ասում, ասում եմ ոնց որ մեր շենքին մեղր քսած լինեն։ Քո մոտ ինչ կա։ Ինչ արեք։ Հիմա ամենակարևորը զգուշությունն է անում։ Արի միասին տուն գնանք, հա։ Թե չէ կարող հետևեն կան տանտեղը իմանան։ Գան մեր տուն։ Իհարկե, եթե արդեն չեն եկել ան։ Ես իմացած է հասկացի, մինչև ռևազը չգա, Արմինի երեսը չեն տեսնի։ Մարիշոկ բալեսը ձեր ինչ ացրում։ Պետք է որոշվի։ Տատիդ գնաց քնի։ Հա։ Կներես։ Նորացել է։ Չի զանգել մեր հետ։ Չէ։ Չի զանգել դու զանգի, տես ուր է։ Ինչի պապ։ Գնացել է Վիկանից տուն կգա էլի, չգիտես որ գնում է նստում է ժամերով։ Շատ ուշացավ։ Չէ, կարգին է պապ մի անհանգստացի տաքսիա նստելու կա։ Մի քիչ բարձրացնեմ։ Լենա։ Չէ։ Չէ, այս ճիշտ ես ասում։
Թեկուզ կես ժամ էլ Վիկայի մոտ մնա, այդ իր համար ամեն ինչ է։ Հիմա կգա բարձր տրամադրությամբ ու կսկսի պատմել, թե այսօր ում հետ է ծանոթացել, իր նոր ընկերոջ մասին ու ամենակարևորը ում կինն է։